Բարի երեկո ժողովուրդ ջան։ Երեք գրառում էի արել դատավորի մասով։ Ու տեսնում եմ, որ շատերը տակը երեսով եք տալիս, որ ընտրել եք Նիկոլ Փաշինյանին, ու ես ինչա կատարվում։ Ժողովուրդ, չեք գտնում, որ դուք թացի ճորի հետ խառնում եք։ Ասենք, եթե ես այդ դատավորի նկարը դրել եմ, ու Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ, որ մի հատ քրքրեն այս դատավորներին, քննիչներին, բոլորին, այս համակարգը։ Դե չի նշանակում, որ պետք է մտնեք ու տակը երեսով տակ։ Կներեք էլի մի բան ասեմ։ Խելք ուրիշ հնար ունեիք, հա? Նիկոլ Փաշինյանից, բացի իրանից, ինչ որ ուրիշ տարբերակ ունեիք, ում եք երեսով տալի, ինքներդ ձեզ։ Ասենք այդ ահռելի աշխատանքը, դառը աշխատանքը, դուք եք տանում։ Չէ, էլի եկեք ծուռը նստեք դուզը խոսենք։ Այո, ես գտնում եմ, որ բոլոր համակարգի աշխատողներին պետք է ստուգեն, իրանց ունեցվածքը ստուգեն, որտեղից այդ ունեցվածքը։ Ոչ թե միայն այս իրեք գլխին մի հատ ջախջախեն, այլ նաև այդ համակարգի հարստացած, չգիտես որտեղից նման տներ ունեցող, այո, պիտի քրքրեն, իրանց տատիկ-պապիկներից բռնած, որովհետև շատերը իրանց վրա չեն գրանցում իրանց գույքերը։ Իսկ մեր իրավապահ մարմինները մտներին լինի, սաղին կանեն ջրի երես։ Ես դա եմ պահանջել, որովհետև մինչև սրանց չմաքրի Նիկոլ Փաշինյանը, այդ եռագլխին ջախջախելը անհնարին է լինելու։ Իսկ դուք մտել եք երեսով եք տալի Փաշինյանին, այ քեզ բան։ Այստեղ են ասել, ովտարը ով էթա սանատորիա։